Պարոն քաղաքապետ, քանի որ ես ուզում եի խոսել տիկին Հայկ Մարությանի մասին, թեմայի հետ չի առնչվում, հանում եմ իմ ելույթը։ Արամ Թորոսյան։ Հարգելի ավականու անդամներ, պրոեվրոպական, հատկապես իրենց հռչակած ուժի ներկայացուցիչներին հիշեցնեմ ով է հիմա իշխանական կոալիցիայի սպոնսորներից, որ բիզնեսմեններն են, իրականում ընդեղ եւ Արսենյանները եւ Սամվելը ասում Կարապետյան կներեք, Ալեքսանյան եւ այլն, բայց ինչևից է, Orange Fitness-ն էլ լրիվ ուրիշ մարդ է, եթե չեմ սխալվում, եթե ինչ-որ տես դեպք էլ եղել է, չգիտեմ Տիկին Խաչատրյան, բայց դա էական չի, ինչ վերաբերում է Տիկին Հայկ Մարությանին, Հայկ Մարությանը պարոն է, այստեղ ուրեմն մենք այն հասարակության մեջ ենք դեռ ու դա Աստված տենց էլ կլինի, որտեղ եթե դուք գաք իշխանության, մենք ունենանք նեյտրալ սեռի ինչ-որ տարբեր զուգարաններ եւ այլն, մենք այստեղ կիսվում ենք պարոնների եւ տիկինների, ով որ պարոն ասում ենք պարոն, ով որ տիկին ասում ենք տիկին։ Եթե ինչ-որ խնդիրներ կա ուրիշ ընկալման մեջ տարբեր անձերի հետ, այդ մի պրոյեկտեք այլ անձերի վերաբերյալ, հա։ Հիմա կապված պարոն Գրիգորյանի հետ պետքա մենք դրա մասին չենք խոսել, բայց եւ նաեւ հանրությանը պետքա ներկայացնեմ, որ Հայկ Մարությանին աջակցող ուրեմն մասը տեղեկացված չի եղել մեր ֆրակցիայի ուրեմն այս նախաձեռնության մասին, իրականում եւ այսպես ասենք դա հենց իր անձնական նախաձեռնությունն է։ Ես համաձայն եմ պարոն Գրիգորյանի հետ, որ Պապ Թագավորը բավականին լուրջ պատմական ֆիգուր է, թեև շատ կարճ է հասցրել ուրեմն ղեկավարել եւ ինչ ձեռքբերումներ է ունեցել, այդտեղ մի քիչ տարակարծություններ կա տարբեր պատմիչների մասով, բայց պատմության մեջ այդքան չխորանանք, ժամանակավրեպության մասով ես կուզեի ուղղակի պարոն Գրիգորյանին հորդորել, որ մենք ի վերջո այս նախագիծը այսօր չէ, որ քննարկենք, որովհետև հետո կարող ենք իդեպ ես պարոն Գրիգորյան, անկախ մենք տենց չգիտեմ, անկախ ամեն ինչից ես պատրաստ եմ, եթե դուք մի դուրս գաք եւ քննարկում նախաձեռնեք, դուք եք չէ բերում, դուք պետք է նախաձեռնեք, զանգեք, ասեմ նամակով հրավիրեք, մարդիկ գան, ավականու անդամները այդ քննարկումը տեղի ունենա։ Ոչ թե պետք է սպասեք, որ իշխանությունը, չէ, որտեղ դա ձեր նախաձեռնությունն է, այսինքն նախաձեռնեք, գան քննարկենք, այս փողոցի կամ այլ փողոցներից մեկը Պապ Թագավորի անունով ուրեմն անվանակոչվի, եթե կարիք կա հենց Ամիրյան փողոցն եք ուզում, օքեյ, գնանք միասին, ստորագրավակ մի հատ բնակչության հետ խոսանք, էլ ավելի պատրաստ կգանք, բայց հենց այս պահին նաև բնակչության արձագանքը այն է, որ սա ինչ որ տենց քաղաքական յենտատեքստ ունի, ես չեմ ուզում հավատալ, որ տես բան կա, միգուցե չեմ էլ հավատում, բայց ընկալվում է այդպես։ Եվ այսօր Պապ Թագավորի անվան փողոց, կարևորագույն փողոց անվանափոխելու մասով, այն դեպքում, երբ որ Պապ Թագավորի հետ իրեն այս կամ այն կերպ ուրեմն համեմատում է կամ իրեն բերում է որպես օրինակ ներկայիս վարչապետը, որը բավականին հակասական ֆիգուր է, հա, ներկայիս քաղաքական կյանքում, այսպես ասեմ, ես կարծում եմ, որ չարժե այս քննարկումը այսօր անել, այսօր քվեարկել, ամեն դեպքում հատկապես այդ քաղաքական նկատառումը հաշվի առնելով խորհուրդ կտամ, որ հետաձգեք հիմա ձեր նախաձեռնությամբ, նորից պատրաստ եմ ինքս, եթե ինչ-որ կարիք լինի կոնկրետ հարցեր եւ ֆրակցիայի մյուս անդամներին կհորդորեմ, գնանք ժողովրդի հետ խոսանք եւ այո, արժի այդ ընթացակարգերը անցնել, եթե նրանք նույնիսկ գրված չեն, նախաձեռնել, մի քիչ փոխենք, միայն հարթակում չլինի քվեարկություն, բայց հարթակում էլ ոնց հասկանում եմ շատ քիչ քվեարկություն է եղել, եկեք թողնենք հետո իվան։